Բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, բարի լույս աշխարհով սփռված իմ հայ ժողովուրդ։ Տիրոջ օրհնությամբ խաղաղ օրհնյալ օր եմ մաղթում բոլորիս սիրելիներս։ Ես ինչ եմ անում, ինձ համար կոֆե եմ դնում։ Ինչպես միշտ, սիրելի հետևորդներ ջան, առավոտյան ձեզ հետ եմ ուզում խմել իմ առավոտվա կոֆեն, դուք էլ ձերը դրեք, եկեք միասին կոֆեն խմենք, մի փոքր զրույցենք, նոր կանցնենք մեր առօրյա գործերին։ Կոֆեն եփեց, գնանք նստենք և վայելենք մեր կոֆեն։ Արդեն կոֆեն դրեցի, բերեցի։ Դուք էլ ձեր կոֆեները վերցրեք, նստենք, համ կզրույցենք մի քիչ, համ էլ կոֆեն կխմենք, նոր կանցնենք մեր առօրյա գործերին։ Արդեն 1 տարի է միասին ամեն առավոտ կոֆե ենք խմում։ Ես շատ ուրախ եմ, որ դուք իմ հյուրերն եք, իմ ալիքի հյուրերն եք և իմ սիրելի թանկագին բաժանորդներն եք։ Շնորհակալ եմ, որ դուք կաք իմ ալիքում, որ բաժանորդագրվում եք, որ ձեզ համար հաճելի է դիտել, թե ես ինչպես եմ պատրաստում իմ առօրյան, մեր տան գործերը։ Անչափ, անսահման շնորհակալ եմ նաև սիրելիներս, ձեր բարի ջերմ գրառումների համար։ Ամեն առավոտ միասին ենք կոֆեն դնում և միասին խմում, սիրելիներս, ես շատ ուրախ եմ։ Առավոտվա կոֆեն էլ մի ուրիշ հաճույք ունի։ Խմելուց համ թարմանում ես, համ էլ քեզ լավ ես զգում ամբողջ օրվա ընթացքում։ Սիրելիներս, ես լավ եմ։ Ամեն ինչ լավ է։ Հուսով եմ, որ դուք էլ եք լավ և ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք, ուրախ լինեք, գնահատված և սիրված լինեք։ Շատ տաք է, շատ համեղ է, որ թարմը բովում ես, աղում ես և խմում ես։ Այսօր առավոտ շուտ եմ բովել կոֆեն, աղացել եմ, պատրաստել եմ, որ միասին դնենք և միասին խմենք։ Գիտեմ, որ դուք էլ եք սիրում ինձ հետ միասին կոֆե խմել։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր մեզ մոտ շատ ցուրտ եղանակ է և անձրևոտ։ Դուրս եկա, որ բալկոնում խմեմ, տեսա ցուրտ է, ներս եկա։ Ներսում ասում խմեմ կոֆեն, դրսում կմրսեմ։ Քամոտ է, մի տեսակ սառնոտ է անձրևից։ Եղանակի տեսությունը ասում է, որ մինչև -1 լինելու է այսքան օրվա ընթացքում։ Անձրևը մի կողմից ձյունը հալեց, տարավ, մի փոքր ձյուն է մնացել հողամասում, նա էլ այսօր կհալվի։ Արդեն կպատրաստվենք։ Ալայնցտուն, որ սացիլները ցանել էինք, պիծերովկա ենք արել, արդեն լավ մեծացել են մեր սացիլները։ Կտեղադրեմ հոլովակում, երևի ոչ այս հոլովակում, վաղվա հոլովակում կնկարենք, կտեղադրեմ, սիրելի հետևորդներ ջան, կտեսնեք ինչ լավ աճում են, թե լոլիկները, թե պղպեղները և թե սմբուկները։ Սիրելի հետևորդներ ջան, եկեք միմյանց ներենք, մոռանանք, թե ով ում չի սիրում, ով ում է նեղացրել, չէ որ առջևում Սուրբ Զատկի տոնն է, հարության տոնը։ Ներենք միմյանց և ուրախ դիմավորենք Սուրբ Զատիկը, հարության տոնը։
Այս է իմ խնդրանքը։ Իսկ հիմա կոֆեն խմենք, վերջացնենք և միասին գնանք տիկին Մարինեի խոհանոց։ Այսօր պատրաստում եմ շատ համեղ ուտեստ։ Գազօջախը վառել եմ, տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, թող տաքանա։ Իսկ այստեղ էլ ջուր եմ դրել գազօջախին, մինչ եռա։ Մինչ տաքանա ջուրը եռա, ես էլ կմանրացնեմ նախապես մաքրած լվացած սոխը։ Սոխը բաժանում եմ երկու մասի, մի մասն էլ նորից կիսում եմ մեջտեղից և մանրացնում եմ։ Սիրելիներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել իմ խոհանոցում և ես սիրով կիսվում եմ ձեզ հետ իմ համեղ բաղադրատոմսերով։ Սոխը վերցրել եմ 1 կիլոգրամից մի փոքր պակաս, մոտավոր 800 գրամ, որովհետև կոլորակները պատրաստելու եմ շատ սոխով, սոխառած եմ անելու։ Սիրելիներս, որ տոլմա էի պատրաստել, բավականին խճողակից ավելացել էր, դրել էի սառցախցիկը։ Հիմա հանել եմ սառցախցիկից և այսօր որոշել եմ պատրաստել կոլորակները սոխառածով, այս ուտեստը։ Հիմա սոխը կմանրացնեմ, այդ ընթացքում էլ արդեն բուսայուղը կտաքանա, կավելացնեմ սոխը բուսայուղին։ Մինչ սոխառածը լավ կկարմրի, վերցրել եմ 1 գազար, լվացել եմ, հիմա քերում եմ, պետք է ավելացնեմ տապակված սոխին։ Սոխը համարյա պատրաստ է, արդեն լավ կարմրել է։ Սոխին ավելացնում եմ քերած գազարը։ Մի լավ կխառնեմ սոխն ու գազարը, թող խառնվեն իրար, մի փոքր գազարը փափկի, նոր կավելացնեմ մնացած բաղադրիչները, համեմունքները։ Հիմա տեսնեմ կոլորակները եռում են, դեռ չի եռում, թող եփի։ Գազարը և սոխը, տեսեք սիրելիներս, լավ տապակվել են, արդեն ժամանակն է, որ գազարին, սոխին ավելացնեմ կարմիր աղացած պղպեղ։ Տոմատի մածուկ չեմ ավելացնում, ավելացնում եմ մեր ձեռքիս սարքած անուշ համով լեչոն։ Լեչոյով եմ պատրաստելու։ Եվ նորից խառնելու եմ այսպես հավեսին, որ ավելացնեմ իմ ձեռքով չորացրած ռեհանը և մարզան, ծիտրոնը։ Մենք մարզա ենք ասում։ Լավ կխառնեմ, կթողնեմ, թող բոլոր բաղադրիչները իրար հետ խառնվեն, համ ու հոտ տան։ Սիրելիներս, սոխառածը պատրաստ է նաև եփված կոլորակները, ջրից արդեն հանել եմ։ Հիմա սոխառածը կխառնեմ և սոխառածին կավելացնեմ կոլորակները եփված։ Հիմա կխառնեմ, որպեսզի կոլորակները ծածկվեն թանձրուկով։
Հիմա կոլոլակների և սոխարածի վրա կտրատում եմ թարմը մաղադանոս և սամիտ, հենց ձեռքի վրա էլ կտրտում եմ սիրելիներս։ Թե թարմը պղպեղ ունենայի, սառնարանում պղպեղներ կկտրտեի, որտեղ պղպեղով ավելի շատ համեղ է թանձրուկը սոխարածը լինում։ Հիմա կոլոլակներին և սոխարածին ավելացնում եմ մսաջուրը, քանի որ կոլոլակների միսը համեմված էր համեմունքներով, այդ ջուրը շատ համեղ է, դրա համար սովորական ջուր չեմ ավելացնում, ավելացրեցի կոլոլակների ջուրը։ Հիմա մի լավ կխառնեմ, բերանը կծածկեմ, թող մի 5 րոպե եփի։ Արդեն պատրաստ է, հիմա պետք է աղը փորձեմ, մի հատ խառնեմ, նոր աղը փորձեմ։ Տեսեք ինչ լավ ընտիր ստացվեց, կոլոլակները ընտիր, սոխարածը, շատ լավ տարբերակ եմ առաջարկում ձեզ, պատրաստեք դուք էլ, գոհ կմնաք սիրելիներս։ Հիմա աղը փորձեմ, տաք է, պետք է ավելացնեմ աղի, կարիք կա, ալանի է։ Ոյ շատ եկավ, դատարկեմ, մի քիչ է լցնեմ, բավական է։ Հիմա կխառնեմ, բերանը կծածկեմ, կթողնեմ 2 րոպե, նոր կանջատեմ, արդեն պատրաստ է։ Արդեն պատրաստ է այս համեղ կերակրատ տեսակը։ Ավելացրել եմ վերջում 3 հատիկ դափնու տերև։ Հիմա կանջատեմ, սիրելի հետևորդներ ջան, կողքի կաթսայի մեջ էլ ջուր եմ դրել, կեռա, այս կերակրատեսակը կմատուցեմ բրինձով փլավով։ Հիմա բրինձն եմ լվանում, այնքան պետք է լվանամ, որ ջուրը սպիտակ դառնա, վրայի օսլան մաքրվի, որպեսզի բրինձները հատիկ-հատիկ մնան, ոչ թե լխկվեն։ Շատ լվանալ է ուզում, մի քանի անգամ պետք է լվանաս, որ մաքրվի օսլան։ Ինձ մոտ կլոր սովորական բրինձն է, բայց շատ համեղ փլավ է ստացվում, շատ։ Կոլոլակով կերակրատեսակը կարող ենք մատուցել նաև կարտոֆիլով, բայց ես որոշեցի բրինձով փլավի հետ մատուցել։ Արդեն լավ մաքրվեց ջուրը, սպիտակ դարձավ, վերջ։ Բրինձով փլավի ջուրը արդեն եռում է, եռացող ջրին ավելացնում եմ աղ, այսքանը բավական է, կավելացնեմ նաև մի քանի կաթիլ բուսայուղ։ Հիմա ջուրը կխառնեմ և բրինձը կլցնեմ։ Խառնեմ առանց ծածկելու, բերանը չեմ ծածկելու կաթսայի, թող եփի բրինձը։ Բավականին ժամանակ բրինձը եփում է, հիմա արդեն աղը փորձեմ, տեսնեմ, եթե աղի պակաս կա, ավելացնեմ, փափկել է բրինձը, մի փոքր աղ պետք է ավելացնեմ։
Շատ քիչ, սա բավական է։ Կխառնեմ մի 2-3 րոպեից արդեն կքամեմ։ Բրինձը արդեն պատրաստ է, լցրել եմ, որ քամվի։ Այդ ընթացքում տապակը դրել եմ գազօջախի, մեջը դրել եմ կարագ և կարագի վրա էլ ավելացնում եմ բուսայուղ։ Կհալվի նոր կավելացնեմ քամված բրինձը։ Կարագը արդեն հալվել է։ Հիմա կարագի վրա ես միշտ փլավները պատրաստելուն այդպես եմ անում։ Ավելացնում եմ աղ, խառնում եմ, նոր հիմա կավելացնեմ արդեն քամված բրինձը։ Կրակն էլ անջատեմ, որ արդեն յուղը լավ տաքացել է, դաղվել է, չվառվի ու մի լավ խառնեմ բրինձը։ Այսօրվա 2 կերակրատեսակներն էլ պատրաստեցի, վերջացրեցի։ Տեսնում եք ինչ հատիկ ընտիր բրինձով փլավ պատրաստեցի, սիրելիներս։ Կարող եք իմ տարբերակով պատրաստել և գոհ կմնաք։ Այստեղ էլ կոլոլակները սոխառածով նույնպես շատ լավ ստացվեց։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը սիրով պատրաստեցի կոլոլակները սոխով և գյազարով, համեմեցի համեմունքներով, պատրաստեցի նաև սովորական հասարակ բրինձով փլավ, որ կոլոլակների հետ մատուցեմ։ Կրկին անգամ չքնաղ հայուհիներս ձեր բոլորի գարնանային տոները շնորհավորում եմ։ Եղեք առողջ, եղեք գեղեցիկ, սիրված և հարգված։ Դե ինչ, ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Դուք գտնվում էիք տիկին Մարինեի խոհանոցում։ Սիրում եմ բոլորիդ։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ այդքան դրական եք։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։